Սիրելի հայրենակիցներ, ես երկու հայտարարության եմ ուզում անդրադառնալ, որոնց հեղինակների պորտը ոնց որ թե Լյուբլյանկայում են կտրել, FSB-ի շտաբ կվարտիրայում, որը գտնվում է Մոսկվայում։ Առաջինի անունը Արշակա, աշխատում է Էջմիածնում, բայց այս վերջերս հայտնի է ուրիշ կարգավիճակով։ Ինչ է ասում Արշակը։ Ասում է Պապ թագավորի հետ համեմատության մեջ գտնվել փափագող անձիկ պետք է նաև ուշադրություն դարձնեն, թե Պապ թագավորն ինչով ավարտեց, ուշադիր, թե Պապ թագավորն ինչով ավարտեց։ Հիմա մյուս հերոսին անդրադառնամ, նույն ինքը Սամվել Կարապետյանին։ Մի փոքրիկ խմբակ այդ Հայաստանի Հանրապետության ենթադրում եմ ընտրված վարչապետն է եւ մենք իշխանությունը մոռանալով հայոց պատմությունը, հետաքրքիր է ինչ է ստացել հայոց պատմության առարկայից քննությունը, պարոն Կարապետյանը դպրոցում կամ սովորել է արդյոք դպրոցում։ Հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա, ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այս ամեն ինչին։ Այսինքն ինչ է սա նշանակում, եթե ոչ, Հայաստանի Հանրապետության օրինական իշխանության դեմ բռնության գործադրման, այսպես ասած, ավետում, հա, ինչ են անելու, այսինքն Պապ թագավորի օրինակ բերելով Հայաստանի ղեկավարությանն են պատրաստում թույնել օտար ուժերի կողմից Լյուբլյանկա եւ այլ տեղերում ծվարած, թե ինչ-որ բան ջոկատներ են ստեղծելու գնան եկեղեցին պաշտպանեն ապօրինի։ Այս մեր ընկերները ոնց որ տեղը չեն բերում, բացարձակ տեղը չեն բերում, թե ովքեր են Հայաստանի Հանրապետությունում եւ թե փիղը ինչ թռչուն է, հարգելի գործընկերներ։ Եվ ես չեմ ուզում տենց սպառնալիքների տոնով ասեմ բան եւ այլն, բայց Հայաստանը պետություն է ու դառնում է ավելի ուժեղ պետություն եւ պետական ինստիտուտները ոչ միայն խոսքով, այլև գործով արձագանքելու են ցանկացած խոսքի եւ գործողության նման ընկերների եւ իրանց խմբակների, իսկականից արդեն խմբակների կողմից։ Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը հանգիստ լինի այս առումով, մենք մեր տեղում ենք, մեր պետական ինստիտուտները տեղում են եւ ոչ մեկ կլինի դա ինչ որ ասում եմ Լյուբլյանկայից, կլինի վեղարի տակ մեկը ծվարած, չի կարող խաթարել Հայաստանի Հանրապետության կայունությունը, սահմանադրական կարգը եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից իշխանության իրականացումը։ Եվ այս ամեն ինչը իրանք են տանում այդ դաշտ, բայց պատասխանը լինելու է անհամաչափ, հարգելի հայրենակիցներ, շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։